Եթե հաշված րոպեների ընթացքում ցանկանում եք ինչ-որ քաղցր բան պատրաստել սուրճի կամ թեյի համար, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Պահպանեք այս հոլովակը, որպեսզի չկորցնեք ու անցնենք գործի։ Թասի մեջ կոտրում ենք 3 ձու, վրան ավելացնում կես թեյ գթալ վանիլին, 250 գրամ շաքարավազ, 1 բաժակ մածուն ու 50 գրամ նախապես հալեցրած կարագ։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք, վրան ավելացնում 300 գրամ մաղած ալյուր ու 1 թեյ գթալ սոդա։ Կրկին խառնում ենք և վերջ, խմորը պատրաստ է։ Այս թանձրության խմոր պետք է ստացվի։ Հիմա խմորը լցնում ենք յուղաթղթով պատված ջեռոցի տապակի մեջ, հարթեցնում ու վրան ցանկացած հատապտուղներ ավելացնում։ Կարող եք ավելացնել թարմ կամ սառեցրած վիճակում, ինչպես որ կցանկանաք։ Ես ավելացրել եմ սառեցված մոշ ու ելակ։ Նաև կարող եք ըստ ցանկության խորիզ շաղ տալ։ Չմոռանամ նշել, որ իմ տապակի տրամագիծը 37 սանտիմետր է։ Ու տապակը դնում ենք ջեռոց, թխելու ենք 190 աստիճանի տակ, մինչ պատրաստ լինելը։ Թխվում է մոտավորապես 25-ից 30 րոպե։ Եթե ձեռքի տակ ունեք հատապտուղներ, կարող եք հենց այսօր էլ պատրաստել այս համեղ մրգային կարկանդակը։ Ինչպես նկատեցիք, պահանջում է նվազագույն ծախս եւ ջանքեր։ Տեսեք, թե ինչքան նուրբ ու փափուկ է ստացվում։ Դե ինչ սիրելիներս, ես գնում եմ վայելեմ 1 բաժակ սուրճի հետ, իսկ դուք եթե պատրաստեք, կգրեք մեկնաբանություններում հավանեցիք, թե ոչ։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել իմ տնական բաղադրատոմսեր ալիքին, եթե մինչդեռ բաժանորդագրված չեք, դնել լայք ու կիսվել այս հոլովակով ձեր ընկերների հետ։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։